Սեմինարի հիմնական նպատակը մարդկանց ճիշտ ինֆորմացիա տալն է, որովհետև ապա տեղեկատվությունը շատ է։ Սոցիալական մեդիայում մանավանդ բոլորս էլ գիտենք ինչքան կարևոր է, որ green card-ը թուղթ ունենան, որ կարողանան իրենց վստահ զգան երկրում։ Ավելի սխալներ կան իմ ոլորտում, քան թե կեղծիքներ, սխալներ, որոնց պատճառով մարդիկ կարող են զրկվել առնվազն 3 տարի թոշակից։ Մարդիկ եկել են ձեզ մոտ բաժանվելու, փորձում եք նրանց հաշտեցնել։ Անգամ ունեցել եմ դեպք, որ ինձ հաճախորդն ասեց, ցանկալի կլինի կողքի սենյակում հոգեբանական ծառայություններ էլ մատուցեք։ Ծրագրերը տարբեր են, մոտեցումները տարբեր են, սխալները շատ են։ Կենսաթոշակային, ներգաղթային եւ ամուսնալուծության ոլորտում ցանկացած հարց ունենալու դեպքում կան եւ մասնակցեն սեմինարի, անվճար սեմինարի, որը տեղի կունենա Grand Stage-ում, երբ Առաջինը կլինի ապրիլի 11-ին եւ փորձելու ենք ամեն 2 ամսը մեկ հատուկ օր կնշանակվի, վստահ եմ հարցերը շատ են լինելու։ Եվ հաճախ չգիտեն ում դիմել, ինչից սկսել։ Ահա մեկնակետը։ Բարև ձեզ, դուք դիտում եք Elscope podcast-ը, ես Լիլիթ Սեթրակյանն եմ։ Այսօր զրույցի եմ հրավիրել 2 տարբեր ոլորտ ներկայացնող մասնագետների, որոնց կապում է մարդկանց օգնելու նպատակը։ Նրանք մտադիր են օգնել մարդկանց սխալներ չգործել, օգնել նաև նրանց, ովքեր արդեն սխալվել են եւ ունեն մասնագիտական խորհրդի կարիք։ Բարև ձեզ Լիաննա, բարև ձեզ Տաթևիկ։ Ողջույն։ Ուրախ եմ, որ եկել եք ստուդիա եւ մտադիր եք մարդկանց իրազեկել, թե ինչ օգնության մասին է խոսքը, ինչպես եք պատրաստվում օգնել։ Խնդրեմ, սկսենք Լիաննա, դուք ներկայացնում եք թոշակների, կենսաթոշակների ոլորտը, արդեն 20 տարուց ավելի զբաղվում եք կենսաթոշակներով, ինչ խնդիրներ կան այս ոլորտում, որոնցով մարդիկ դիմում են ձեզ։ Այս տարիների ընթացքում արծես Լիլի ջան, այս տարիների ընթացքում իհարկե շատ սխալներ եմ հանդիպում եւ հիմնականում սխալները կատարում են շատ ուղղակի տեղյակ չլինելով։ Գոյություն ունի social security, որը որ պետք է օրենքով օգնի մարդկանց, սակայն ոչ միշտ է դա պատահում եւ շատ հաճախ մարդիկ սխալվում են։ Դեռևս 10 տարի առաջ այս գաղափարը ինձ մոտ ծագեց, սակայն ոչ մի կերպ չի կարողանում ուշքի բերել, իմի բերել եւ պատահաբար Տաթևիկի հետ զրուցելուց հետո որոշեցինք, որ օգնենք մեր համայնքին։ Հիմա ինչպես կստացվի վստահ չեմ, բայց պետք է փորձենք, որ կարողանանք բավարար ինֆորմացիա տալ մեր համայնքին։ Եվ Տաթևիկ, դուք ներկայացնում եք ամուսնալուծության եւ ներգաղթային ոլորտը։ Ձեր դաշտում ինչ խնդիրներ կան, որոնցով մտադիր եք օգնել մարդկանց։ Այսօր իմիգրացիան շատ բուրըն ընթացքի մեջ է գտնվում։ Տարբեր ամենաթեժ թեմաներից մեկը, այո, իմիգրացիոն ոլորտն է, որ ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են շատ ճիշտ մոտեցումներ, քանի որ դա մարդկանց ապագայի խնդիրն է։ Այս երկրում բոլորս էլ գիտենք ինչքան կարևոր է, որ green card-ը թուղթ ունենան, որ կարողանան իրենց վստահ զգան երկրում ելք ու մուտքի հետ կապված նույնպես։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է փաստաթղթերի ճիշտ պատրաստումը, ճիշտ հերթականությամբ գործը մուտք անելը, ժամկետային հատվածներում գործը ճիշտ մուտք անելը, որպեսզի մարդկանց ճակատագրերի վրա չազդել։ Իսկ ինչ վերաբերվում է ամուսնալուծության ոլորտը, որը որ շատ ավելի կցանկանամ քիչ լինեն ամուսնալուծությունները, բայց դա կյանքի բերումով դա ինձնից չի կախված։ Լինում են ամուսնալուծության ոլորտում հիմնական սխալները, եթե նայենք մարդկանց ապատեղեկատվությունն է, արդյոք նրանք կարող են ամուսնալուծվել Միացյալ Նահանգներում, արդյոք որ ունեն գույք կարող են բաժանել այստեղ, անգամ այն գույքը, որ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կարան այդ զույգերը ոնց որ ամուսնալուծությունից հետո կիսել միմյանց մեջ։ Այդ վիճահարույց հարցերով կարող եմ օգնել յուրաքանչյուրին։ Շատ հետաքրքիր է եւ հիմա ներկայացրեք ինչ ֆորմատ է ունենալու ձեր օգնության ծրագիրը, որ մտահղացել եք։ Ինչպես եք օգնելու, ինչպես մարդիկ ձեզ դիմեն։ Մենք կունենանք սեմինարներ եւ որոշում ենք, որ դա լինի շարունակական բնույթ ունենա։ Կարծում ենք 2 ամիսը մեկ կլինի անվճար սեմինարներ, մարդիկ եթե հարցեր ունեն եւ ուզում են ճիշտ մասնագետի պատասխաններ լսեն, կարող են գալ, մասնակցել, կլինեն սուրճ, թեթև հյուրասիրություններ, սակայն սեմինարի հիմնական նպատակը մարդկանց ճիշտ ինֆորմացիա տալն է, որովհետև ապա տեղեկատվությունը շատ է, այսինքն սխալ ինֆորմացիան շատ է։ Այո, սոցիալական մեդիայում։ Եվ ես համարձակ կարող եմ ասել, որ արդեն իմ ոլորտում շատ լավ մասնագիտացած եմ, ցանկացած հարցի ճիշտ պատասխանը ունեմ,
եւ իօգուտ հաճախորդի։ So կարծում եմ, որ իրավունք ունեմ ինձ վերապահելու եւ մարդկանց տամ ճիշտ ինֆորմացիա։ Պատկերացնում եք ինչքան մարդ կգա, որտեղ է լինելու սեմինարը։ Մեզ օգնության է հասել Վարդուհին, իր ստուդիան բավականին հարմար է, մենք Grand Stage-ը նկատի ունենք։ Մենք մի անգամ այդտեղ արդեն սեմինար ունեցել ենք եւ բավականին հաջող ստացվեց, տեղն էլ բավականին մեծ է եւ հարմար է մեր համայնքին գտնելը։ Սեմինարը լինելու է հարց ու պատասխանի, այսինքն մարդը եթե կենսաթոշակի հետ կապված խնդիր ունի, հարցեր ունի, ամուսնալուծության եւ ներգաղթային խնդիրներով կարող են գալ անվճար խորհրդատվության, ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եք հասկանում, այո, եւ սա չի մենակ այս ոլորտում չի լինելու։ Մենք պլանավորում ենք, որ այնպես անենք, որ ամեն սեմինարին եւս մեկ հյուր ունենանք տարբեր մասնագետ, տարբեր հարցերով։ Շատ չենք ուզում խառնենք մասնագիտությունները, սակայն ամեն սեմինարին եւս մեկ ինֆորմացիա, այսինքն տեսնենք ինչպես կաշխատի, բայց կարծում եմ մեր համայնքին դա բավական օգուտ կտա։ Այո, մանավանդ որ սրանք այն ոլորտներն են, որտեղ մասնագիտական խորհրդատվությունը թանկ արժի, եւ շատերը վճարունակ չեն։ Շատերը կասկածում են, որ խնդիր ունեն, բայց չեն ուզում փող ծախսել մասնագետի դիմելու համար, եւ երևի թե ձեր հարթակը սեմինարը այն վայրը կլինի, որտեղ մարդիկ հանգիստ կարող են գալ ու ողջել իրենք խնդիր ունեն, թե չէ, կամ եթե ունեն, ինչպես վարվեն այդ խնդրի հետ։ Այստեղ ռելիջան բացի վճարունակ նաև կարող է վճարեն եւ էլի սխալ ինֆորմացիա ստանան։ Դա ամենադժվարն է։ Դա ամենատխուրն է։ Այո, սեմինարի ամենահիմնական նպատակը լինելու է օգտակար լինել մեր հայ համայնքին եւ փորձելու ենք մեզնից կախված հնարավորինս ամեն ինչ անել, որ հայ համայնքը դրանից չտուժի։ Այսինքն իրանց յուրաքանչյուր բնակավարում, որ իրանք կունենան օգնության կարիք, այդ թվում չի սահմանափակվելու կենսաթոշակներով, իմիգրացիոն խնդիրներով, ամուսնալուծության խնդիրներով, ինչպես արդեն Լիանան նշեց, մենք ժամանակ ունենալու ենք տարբեր ոլորտներից մասնագետներ, որոնք նույնպես իրենց ներդրումն են ունենալու այդ գործընթացին, փորձելով մարդկանց ճիշտ ուղղորդել իրենց բոլոր խնդիրներում։ Հիմա, եթե մարդը ձեզ լսում է, հիմա մեզ լսում է եւ դեռ չգիտի, որ ինքը խնդիրներ ունի, եկեք սկսենք կենսաթոշակներից։ Ինչ խնդիրներ կան այս դաշտում, որ մարդ կարող է ունենալ եւ այդ մասին գաղափար չունի։ Օրինակ, երբանից սկսի մտածել այդ ոլորտի մասին եւ խորհրդակցել մասնագետի հետ։ Իհարկե, հավատացեք, իմ ոլորտում սխալները շատ են կատարում։ Ես շատ եմ ունենում այս խոսքը, որ եռնեք շուտ իմանայինք։ Այսինքն ցանկալի է, որ նույնիսկ երիտասարդները ցանկալի է, որ իրենք արդեն նախապես իրենց ապագան պլանավորեն, որպեսզի հետագայում գումարը շատ է, գումարը քիչ է, այս ծրագրամը ինձ հասնում է, այն ծրագրամը չի հասնում, որտեղ արդեն այդ ժամանակը անցել է եւ կորցնում է ժամանակը։ Ցանկալի է անգամ եթե երիտասարդ են մտածեն իրենց ապագայի մասին, որտեղ կենսաթոշակ դա չի նշանակում միայն որ ցածր եկամուտով ես ու պետքա կենսաթոշակի դիմել կամ հաշմանդամության թոշակներ են լինում, ցանկալի է նախորդ պլանավորել ձեր ապագան։ Կարող ենք դասակարգել քանի տեսակի թոշակ է լինում, օրինակ աշխատանքային։ Ես օգնեմ ձեզ։ Այո։ Okay, թոշակներ կան նահանգային եւ ֆեդերալ։ Թոշակներ կան հաշմանդամության, տարիքային, այս հայերեն բառը չգիտեմ, early retirement եւ full retirement եւ disability, այսինքն կենսաթոշակային երևի ժամանակից շուտ կենսաթոշակի գնալ։ Օրինակ շատ եմ հանդիպում, որ 62 տարեկանում գալիս են ու ասում են, չէ, մենք ուզում ենք էլ ավել աշխատենք, որ 67-ում ստանանք, ասենք թե X գումար ավել։ Ոչ բոլորին է դա վերաբերվում եւ դա ճիշտ չի բոլորի, այսինքն ամեն մեկը իր յուրովի մոտեցում ունի այս հարցի համար։ Սա շատ անհատական հարց ու պատասխան է լինելու, բայց ընդհանուր պատասխանը կարծում եմ կօգնի մարդկանց ապագայում ունենալ իրենց ճիշտ հայտնվել իրենց ճիշտ տեղում, այո։ Իսկ բացի դրանից կան նաև նահանգային թոշակները, որը որ մարդիկ լինելով միգրանտ եւ չունենալով ստատուս, այս պահին Կալիֆոռնիա նահանգը ծրագիր ունի, որը քյապի ծրագիրն է, որ ինքը օրենքով կարծես թե SSI-ի հայելին է քյապի ծրագիրը, որը որ process-ը նույնն է, ինչպես որ SSI-ը, սակայն այն մարդիկ են ստանում, ովքեր որ քաղաքացի չեն, չունեն ստատուս, այսինքն սպասում են իրենց green card-ին կամ white card-ին
իրենք էլ կարող են օգտվել այս ծրագրից, այդտեղ արդեն գալիս է նաև հովանավորությունով են, green card-ով են, շահած green card է, տարբեր են։ Իսկ ներգաղթային եւ ամուսնալուծության դաշտում ինչ կա։ Օրինակ, եթե նույն մարդու պարագայում եւ ներգաղթային խնդիրը եւ ամուսնալուծության խնդիրը համատեղ են, ինչ բարդություններ կան այս դեպքում։ Հիմնականում բարդություններն առաջանում են, իսկ ամեն ինչ լուծելի է։ Բարդություններն առաջանում են այն ժամանակ, եթե օրինակ մարդիկ ապաստան են հայցած, լինում ամուսնական հիմքով, այսինքն օրինական ամուսնացած զույգեր են լինում, սակայն Միացյալ Նահանգներում ապրելու ընթացքում մինչև իրենց ինտերվյուի օրը կնշանակվի կամ դատի օրը կնշանակվի, արդեն ամուսնալուծվում են ու տվյալ պարագայում արդեն անհրաժեշտություն է լինում, որ պետք է ունենան ամուսնալուծության փաստաթուղթ, այսինքն divorce license-ը, որ կարողանան այդ license-ով գործը առանձնացնեն ու քանի որ այդ ընթացքում ամուսինների գործը մուտք արվել միևնույն ժամանակ ամուսնալուծությունից հետո պետք է առանձնացնել արդեն ամուսինների գործերը։ Մինչ մյուս հարցերին անցնել, ինձ միշտ հետաքրքրել է այ ամուսնալուծությամբ զբաղվող իրավաբաններին հարցնել, երբ որ զգում եք, մարդիկ եկել են ձեզ մոտ բաժանվելու, բայց երբ որ զգում եք ինչ որ տեղ կա, դուք փորձում եք նրանց հաշտեցնել, թե գործ է անում եք, եկել են դիմել են, շարունակում եք պրոֆեսիոնալ մոտեցմամբ գործերը կազմել եւ մարդկանց տանել դատարան, ինչ եք անում։ Այո։ Ես հնարավորինս շատ փորձում եմ մարդկանց օգնել չբաժանվելուն, քանց թե բաժանվելուն, անգամ ունեցել եմ դեպք, որ ինձ հաճախորդն ասեց ցանկալի կլինի կողքի սենյակում հոգեբանական ծառայություններ էլ մատուցեք, որ փորձում եք ավելի շատ նպաստեք, որ չամուսնալուծվենք, բայց դա հաջողվեց այդ դեպքը։ Չեմ կարծում, որտեղ մարդիկ որ գալիս են, իրանք արդեն հստակ որոշումով գալիս են, կարամ օրինակ բերեմ, անգամ դեպք ունեի, որ կինը եկել էր 45 տարի ամուսնացած էին եղել ամուսնու հետ, կինը ամուսնալուծվում էր ու շատ հուզված էր, բնականաբար։ Հիմա ես փորձում եմ ամեն ձև այդ կնոջը համոզեմ, որ չամուսնալուծվենք, ասում կողա գնանք մտածեք, հետո կգաք ոնց որ մուտք կանենք գործը։ Այնպես մեջ աղջիկ ջան, եթե այստեղից գնամ հետը կա, հաստատ մուտք չեմ անելու մուտք արա։ Բնականաբար շատ փորձում հաջության հարցել է լինում, հաջություն մինչև հավաքում են մի 10 տարի անցնում է։ Հա, հավատացեք, այդ պրակտիկան շատ է, որտեվ միշտ չի մեր հային բնորոշ չի, ամուսնալուծությունը, միշտ դա գնալուց առաջ հաճախորդների մոտ կարելի ասել թե երևի ամեն երկրորդ երրորդի մոտ այդ տեսնում եմ, որ շատ կամուկաց են անեն, թե չանեն, բայց միևնույն ժամանակ նշեմ, որ եթե ունեն երեխաներ եւ արդեն մեծ տարիքում են, բազմաթիվ եմ հանդիպել դեպքերի, որ երեխաներն են ստիպում ծնողներին հենց ամուսնալուծվել ու հենց փաստ է առաջ դնելով իրանց հետ չգնալու, այսինքն պապային չմիանալու, միասին չապրելու փաստը, որի առաջ արդեն ծնողները բնականաբար այս դեպքում անգամ մայրերը բնականաբար չեն կարողանում երեխաներին մերժել, որը որ ցավալի է։ Լիանա, իսկ ամուսնալուծության դեպքում թոշակի խնդիրներ առաջանում են, տարբեր կերպ են մարդիկ թոշակի անցնում, թե չի ազդում ձեր ոլորտի վրա։ Ընդհանրապես չի ազդում մեր ոլորտի վրա, բայց կա նաև նույնիսկ պլյուսներ են լինում։ Ասենք օրինակ, այո, եթե 10 տարվա ամուսիններ են լինում եւ ամուսիններից մեկը բավականին շատ աշխատած կրեդիտ, այսինքն այդ 40 կրեդիտ ունի, դա ամուսնալուծված լինեն կամ չլինեն կարևոր չի, որտեղ զույգերից մեկը այդ գումարը ստանում է, սակայն դեպքեր շատ եմ հանդիպում իմ օֆիսում, որ ասում են ես չեմ ուզում ինքը ինձանից փող ստանա, բայց ուզեք չուզեք, եթե 10 տարի եւ ավել ամուսիններ եք եղել եւ եթե ունեք աշխատանքային ստաժ, միևնույն է ձեր զույգը, նախկին զույգը այդ գումարից կարա օգտվի։ Այսինքն պետությունը առանձին գումար է հատկացնում զույգին, եթե ունեք 10 տարի եւ ավել ամուսնություն։ Եթե 10 տարի եւ ավելի ամուսնացած են մարդիկ եւ թոշակի են անցնում, ապա աշխատանքային թոշակի որոշ մաս հատկացվում է, դիտվում է իբրև եկամուտ եւ հատկացվում բաժանված զույգին։ Այո։ Դա առանձին գումար է, դա ոչ թե շատերը պատկերացնում են, որ իրենց գումարից են վերցնելու եւ վճարեն, չէ։ Այդպես չի, դա առանձին գումար է, որը հասնում է քո զույգին, որովհետեւ այդ 10 տարիների ընթացքում, երբ որ դուք վճարել եք հարկերը, այդտեղ որոշ գումար գնացել է ձեր զույգի համար։ Ձեր ոլորտում ինձ միշտ հետաքրքրել է, թե հատկապես վերջերս, որ կեղծ գործերի մասին շատ է խոսվում եւ զեղծարարությունների, ձեր ոլորտում կան զեղծարարություններ, ճանապարհներ զարտուղի, որոնց մարդիկ դիմում են իբրև հեշտ ճանապարհ փող աշխատելու կամ փող ստանալու պետությունից, բայց հետո մեծ խնդիրներ են ունենում։
ավելի սխալներ կան իմ ոլորտում, քան թե կեղծիքներ, սխալներ, որոնց պատճառով մարդիկ կարող են զրկվել առնվազն 3 տարի թոշակից, որտեղ լիմիտ կա։ Օրինակ հենց 2 օր առաջ մեծ սխալի եմ հանդիպել ու այդ կինը ունի 37 կրեդիտ, բայց պետք է ունենա 40 կրեդիտ ու ինքը այլևս ոչ կարող է հետ գնալ աշխատելու, որովհետև հաշմանդամությունը թույլ չի տալիս եւ այդ 3 կրեդիտի պատճառով կորցնում է իր աշխատանքային թոշակը։ Ինչ ասել է 3 կրեդիտ։ Ուրեմն աշխատանքային թոշակ ունենալու համար դուք պետք է ունենաք 40 կրեդիտ։ Եվ կրեդիտը դուք հավաքում եք տարիների ընթացքում, 10 տարիների ընթացքում, այսինքն ամեն տարի 4 կրեդիտ եք հավաքում։ Եվ երբ որ 40 կրեդիտ ունեք, դուք արդեն ապահովում եք ձեր աշխատանքային թոշակը։ Մարդկա կարող է $100 ստանա, մարդկա կարող է 3-4 հազար ստանա։ Եվ այդ գումարը այնպեսի մի գումար է, որ այդ գումար ունենալով դուք low income չեք կարող չհամարվեք եւ այդ գումարը դուք կարող եք երկրից դուրս էլ ստանալ, իհարկե ոչ բոլոր երկրներում։ Հիմա կոնկրետ այս դեպքը, որ ինձ հետ պատահեց, իհարկե նորից սխալ մասնագետի պատճառով կինը 3 կրեդիտը չունի ու վերականգնել չի կարողանալու ու դրա պատճառով եւ հիմնական նրա նպատակն էր, որ գնար Հայաստանում ապրեր եւ ստանար այդ իր այստեղի կենսաթոշակը ստանար այնտեղ եւ հիմա փաստի առաջ է կանգնել, որովհետեւ մասնագետ կոչեցյալը ի սկզբանե այդ ամեն ինչը չի բացատրել։ Սարսափելի է, մասնագետ ներկայանում են եւ սխալ ապակողնորոշում են փաստորեն մարդկանց, որոնք ճակատագրական սխալներ են լինում։ Ցավոք սրտի չեմ քաշվի եւ այս խոսքը կասեմ, ամեն մի թուղթ լրացնող մասնագետ չի։ Եվ մասնագետ դառնում են տարիների ընթացքում իրենց, այսինքն պրակտիկայից ելնելով, ունենալով նույնիսկ սխալներ, սովորում ես նաեւ սխալներից վրա, այնպես չի, որ ես անթերի եմ, ես էլ իմ սխալներն եմ երևի ժամանակին կատարել, բայց նման սխալների պատճառով մարդկանց, այո, հենց կոնկրետ այս դեպքը կնոջ մոտ ճակատագրական սխալ է կատարվել ու ինքը կամ պետք է հետ գնա աշխատելու, որ չի կարող, կամ կեղծ թաքսեր պետք է ներկայացնի, որը իրավունք չունի, դա մեծ սխալ է, շատ մեծ։ Ուրիշ ինչ սխալներ կան, որ ձեր ոլորտում այդպես անդառնալի հետևանք են թողնում, 1-2-ը կասեք։ Որպես այդպեսին տենց շատ մեծ սխալներ չկան։ Օրինակ հարկ չվճարելը։ Դա հենց դուք որ հարկ եք վճարում այդ 10 տարիները, դուք ապահովում եք ձեր թոշակը 10 տարի հետո, այսինքն 62-ից հետո, եթե ասենք չկա հաշմանդամություն, 62-ից ժամանակից շուտ թոշակն է եւ շատ եմ հանդիպում այս բառերը, որ այսքան տարի աշխատել ենք եւ այսքան քիչ է հավաքվել մեր թոշակը։ Դա էլ գալիս է նրանից, որ ամեն տարի հարկերը վճարելու ժամանակ փախնում ենք social security չենք վճարում։ Եվ օրինակ W2-ն կամ 1099-ը ինքը տարբեր ձև է անդրադառնում ձեր այդ գումարների վրա եւ դրանք են սխալները, որ արդեն երբ որ ժամանակը գալիս է, որ մարդը պետք է թոշակավորվի, տեսնում է, որ ինքը այնտեղ գումար չունի հավաքված կամ շատ քիչ է։ Երիտասարդները հիմնականում ասում են, մինչև մեր թոշակի տարիքը գա, այդ համակարգը գուցե չաշխատի էլ։ Բայց վստահ մոլորություն է, ինչ խորհուրդ կտաք եւ ինչ կասեք այդ մտայնությունը ունեցողներին։ 2005 թվականից ես այս ոլորտում աշխատում եմ եւ 2005 թվականից լսում եմ այս նախադասությունը, որ գալու է մի օր, որ այս թոշակները անիմաստ է լինելու, այս գումարները վճարելը։ Ես արդեն 21 տարի այս ոլորտում եմ աշխատում եւ դեռ փոփոխություններ չի եղել։ Նույնն էլ նահանգային քյապի ծրագիրը 2005 թվականին խոսքեր գնում, որ այս ծրագիրը 7 տարով է, հետո այս ծրագիրը մինչև 21 թվականն է լինելու, բայց մինչ այսօր երկու ծրագրերն էլ կան եւ ինչ որ մի բան հետո կփոխվի, դա հետոյի մասին կմտածենք։ Այս պահին փաստը նա է, որ կա ծրագիրը։ Քանի կեղծիքի թեմայից շատ չենք հեռացել, ուզում եմ Տաթևիկ հարցնել կեղծ ամուսնությունների մասին։ Նկատի ունեմ, շատերը դիմում են կեղծ ամուսնության արագ քաղաքացիություն ստանալու համար, դա մեծ գումար արժի, երիկամը վաճառում են, որպեսզի քաղաքացիություն ստանան, ինչևէ, եւ մեծ ռիսկ։ Այ վերջերս այս Dr. Oz-ի հատկապես բացահայտումների ֆոնին ձեր ոլորտում արդյոք կան կեղծիքների բացահայտման ալիք կա, ու այդ կեղծ ամուսնությունների ճակատագիրը այսօր ինչով է ավարտվում։ Դա ամենասարսափելի բանն է, որ կարա լինի կեղծ ամուսնությունները, որովհետև եթե դա բացահայտվեց, մարդը իրականում ճակատագրի հետ է խաղում, ճակատագրի հարցն է լուծում։ Եթե տվյալ գործի վրա ֆրոդ
ոնց որ նշվի, նշանակում է ինքը այլևս Միացյալ Նահանգներում կարգավիճակ չի կարող ձեռք բերել, ինչքան էլ փորձեն waiver-ներով դա մաքրեն, շատ բարդացնում է։ Եթե լինի էլ շատ հազվադեպ է լինում դեպքեր, որ այդ waiver-ով կարողանում են մաքրել fraud-ը եւ ցույց տալ, որ ինչ որ միտեղ երևի ապատեղեկատվություն ա գնացել, ճիշտ ինֆորմացիա չի գնացել, փորձեն իրենց արդարացնեն։ Բայց հիմնականում, եթե fraud-ը кейսի վրա, այդ кейսերը անհնար է վերաբացել կամ ինչ-որ փոփոխություն, դա իրականում ճակատագրական է լինում տվյալ մարդկանց հետ։ Հորդորսը հիմնականում fraud-ը վերացնեն, կեղծ ամուսնությունները վերացնեն, որովհետև կեղծ փաստաթղթով Միացյալ Նահանգներում կարգավիճակ ձեռք բերելը դա շատ ռիսկային է։ Դե փաստաթուղթը ինքնին կեղծ չի, մարդկանց հարաբերությունն է կեղծ։ Չէ, կեղծում են հարաբերությունը, ստանում իրական փաստաթուղթ։ Պարզապես պետք է դրա մասին կինո էլ են նկարահանել, չէ, կինոյի անունը հիմա չեմ հիշում, բայց կինո էլ կա, չէ, Green Card հենց այդպես է կազմվում։ Հա, ամերիկյան կինո կա, որ հենց կեղծ ամուսնությունն է, վերջում իրական ամուսնություն է դառնում, բայց կարծեմ հենց Green Card-ը այդպես է կոչվում ֆիլմը։ Ցանկալի չի, միանշանակ դեմ եմ կեղծ ամուսնություններին եւ թող չփորձեն անգամ նամանավանդես վերջին ժամանակահատվածներում շատ են խստացումները, ստուգումները։ Եթե ամուսնություն, կեղծ ամուսնության թեմայից անցում կատարենք նորից թոշակների խնդրին, մարդը եթե չի հաջողել որևէ կերպ կամ իրավաբանն է ձգձգում կամ տարբեր պատճառներով չունի օրինական բնակության իրավունք, այսինքն green card կամ քաղաքացիություն Միացյալ Նահանգներում, կարող է օգտվել պետական սոցիալական ապահովության ծրագրերից, կենսաթոշակ կամ հիվանդություն, հաշմանդամություն, որևէ տեսակի թոշակի կարող է դիմել։ Իհարկե սա մի քիչ նուրբ հարց է, որովհետև շատ իրավաբաններ կան, հենց իմիգրացիոն իրավաբանները, որ իրենց հաճախորդներին թույլ չեն տալիս, որ դիմեն CAP-ի ծրագրին, որտեղ այդ հենց CAP-ի ծրագիրը ինքը այն մարդկանց համար է, ովքեր չունեն կարգավիճակ այս երկրում, բայց կարող են օգտվել հենց CAP-ի ծրագիրը ոչ թե որ ինչ որ ծրագիր է, ինչպես որ ասեցի, Social Security հայելին է Կալիֆոռնիայի կողմից եւ օրենքով դա հենց հաշմանդամություն կամ 65-ից վերև տարիքով մարդկանց համար հենց կեսաթոշակն է եւ շատ իրավաբաններ կան, որ իրենց հաճախորդներին արգելում են այս ծրագրին դիմելը, բայց ես կուզեմ, որ մեր իրավաբանները հասկանան եւ հենց իմ մայրիկի օրինակը կարող եմ վերել, մայրիկս որ եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իհարկե ինչպես որ շատերս չուներ ստատուս եւ շատ աշխուժ, առույգ, աշխատում էր, բավականին մեծ անուն հանեց, որտեղ շատ լավ դերձակ էր, շատ վարպետ, անգամ Ջենիֆեր Լոպեսին այո, 3 տարվա մեջ ինքը բավականին մեծ անուն հանեց, սակայն շատ պատահական չարաբաստիկ հիվանդություն ձեռք բերեց եւ 1 ամսում մահացավ մայրս։ Այդ ընթացքում ես միշտ մեր իրավաբաններին այդ հարցն եմ ուզում տալ, որ մի դատավորը իրավունք ունի հաճախորդին ասի ինչի եք հիվանդացել։ Եկեք այս հիվանդությունը տամ ձեզ, ես չհիվանդանամ։ Այսինքն ես ուզում եմ, որ մեր էմիգրացիոն իրավաբանները հասկանան եւ դատավորներին ասեն, մարդը եկել է եւ ոչ ոքս ապահովագրված չենք հիվանդություններից եւ կարա պատահական ձեռքբերի հիվանդություն եւ եթե հիվանդություն կա, արդեն աշխատելը շատ ժամանակ անհնար է եւ ինչ որ մի ձևի պետք է ապրի։ Եվ CAP-ի ծրագիրը իհարկե ի ուրախություն մեր ժողովրդին Կալիֆոռնիայում ապրող ժողովրդին կա այս ծրագիրը, որը ապահովում է այդ գումարով։ Շատերը ասում են սա նպաստ է։ Սրա վրա եմ ուզում կենտրոնանալ, որ եթե նայենք որպես նպաստ, ուրեմն SSI-ն էլ է նպաստ, որովհետև նպաստ չի, սա նույն հաշմանդամությունն է, նույն ծրագրամն է, ուղղակի ստանում ենք Կալիֆոռնիայից, իհարկե մի քանի նահանգներ կան, որ այս ծրագրամը ունեն, ոչ բոլոր նահանգներն են, սա հենց այդ հաշմանդամությունն է, որ low income մարդիկ կարող են օգտվել 65-ից վերև եւ ցածր եկամտով մարդիկ։ Ուրեմն դուք նկատի ունեք, որ խորհուրդ են տալիս մարդկանց չդիմել պետական ծրագրերի, որպեսզի իրենց ներգաղթային փաթեթի վրա չազդի, գործի վրա չազդի, պետությունը չասի, այ եկել եք անօրինական եք ու օգտվում եք պետական ծրագրերից։ Դուք կարծում եք, որ ճիշտ է դիմել, որովհետև իսկապես ոչ ոք ապահովագրված չի ծանր հիվանդությունից եւ անաշխատունակ վիճակից։ Նայեք, ոչ թե միայն խորհուրդ են տալիս, շատ եմ լսել, նաև արգելում են։ Ունեցել եմ դեպքեր, որ հաճախորդները այդ վախից кейսը կանգնեցրել են։
իհարկե իրավունքը հաճախորդին նա կարող է կանգնեցնել, որովհետև հաճախորդի կողմից ավելի լավ է ես անտուն մնամ, քանի որ չեմ կարող աշխատել, քան թե անդոկումենտ։ Եվ ես նորից ուզում եմ ասել, որ իրավաբանները շատ հանգիստ դատավորներին կարող են հարցը տալ, ոչ ոք ապահովագրված չի հիվանդությունից, այսինքն ունենք իրավաբաններ, որ ասում են դուք խնդրեմ չունեք, գնացեք դիմեք առանց խնդիրի, բայց ունեմ, չեմ ուզում անուններ իհարկե տալ, բայց կան իրավաբաններ, որ կոնկրետ արգելում են հաճախորդին դիմել քյապի ծրագրին։ Իհարկե իրավաբաններին էլ եմ հասկանում, որովհետև իրենք էլ իրենց գործ են ապահովում, որ դատավորը ավելորդ հարց չտա, եկել եք մեր երկիր, կոպիտ ասած, եկել եք Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ բեռ եք դարձել մեր երկրին։ Շատ լավ, հիմա հիշեցնենք, որ այս բոլոր թեմաների մասին մարդիկ կարող են, եթե հարցեր ունեն, կարող են գալ ձեր սեմինարին մասնակցել, որը երբ եք իդեպ ծրագրում առաջինը։ Մենք ծրագրում ենք, ես խոսեմ, ես ասեմ, քանի որ ես շատ ոգևորված եմ, ինչպես որ ասացի, արդեն 10 տարի է սրա մասին մտածում եմ։ Մենք պլանավորում ենք անել ամեն 2 ամիսը մեկ երկրորդ շաբաթ օրը, այսինքն ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Ուզում ենք մի քիչ հեշտացնենք մեր համայնքին, որ իմանան, որ այս օրը սեմինար է լինելու, թեմաների մասին արդեն ինչպես որ ասացինք, ընթացքում արդեն կորոշենք ամեն անգամ ինչ թեմա է լինելու, բայց մեր ոլորտը, այսինքն կենսաթոշակներ եւ էմիգրացիա, ամուսնալուծություն, դրանք միշտ են լինելու։ Այսինքն մեր գլխավորությամբ եւս մեկ մասնագետ կմասնակցի մեզ հետ ամեն սեմինարին տարբեր մասնագետներ եւ ամսվա մեջ երկրորդ շաբաթ օրը։ Ես կարծում եմ 2 ամիսը մեկով չեք բրցնի, հաստատ ամիսը մեկ կդառնա, որովհետև դիմողները հաստատ շատ կլինեն, հարցերը շատ են։ Եվ մինչև այդ օրը գա, մինչև առաջին սեմինարի օրը գա, այսպիսի մի հարց. ինչ չանել իրավաբան ձեր ոլորտում, օրինակ եթե մարդը ունի մտադրություն ամուսնալուծվելու կամ իր ներգաղթային գործը դեռևս ընթացքի մեջ է, մինչև ձեզ հանդիպելը եւ իր հարցերը տալը, ինչ չանել, օրինակ այս դաշտում ինչ են անում, որ ճակատագրական սխալ է դառնում։ Իմիգրացիայի ոլորտում, ինչպես արդեն նշեցինք, կեղծ փաստաթղթերն է, որը որ ամենահիմնական եւ ճակատագրական քայլը կլինի նրանց համար։ Մնացած սխալ փաստաթղթերի մուտք անումը, փորձել դրանք շտկելը, հետագայում չի ձևով մուտք անելը իմիգրացիան ոլորտնա, որը որ թույլ է տալիս։ Իսկ ինչ վերաբերվում է ամուսնալուծություններին, ամուսնալուծությունները հիմնականում կարևոր պահանջներից մեկը դա բնակության ցենզն է։ Ունեցել եմ դեպքեր, որ մարդիկ իրենց ամուսնալուծության դեռ վերջնական փաստաթուղթ, այսինքն դատանի ջաջմենթը չունեցած կրկին ամուսնացել են։ Ստացվում է երկամուսնություն, որը որ նույնպես օրենքի խախտում է, դա չանելն է։ Պարտադիր պետք է ամուսնալուծության փաստաթուղթը ունենան, նոր փորձեն ամուսնանալ երկրորդ անգամ, երրորդ անգամ, ինչպես որ կլինի, հա։ Հիմնական սխալը դա է, որ դա բարդացնում է շատ իրենց թե նոր ամուսնության ընթացքը, թե արդեն ընթացիկ ամուսնալուծության գործընթացը, որպեսզի հետագայում hearing-ներ չդրվի, բացատրողական նամակներ չգրվի, որ կարողանան իրավիճակը բացատրեն, ինչու է այդպես եղել։ Տաթևիկ, իսկ մարդիկ, ովքեր գալիս են վիզայով եւ խախտում են ժամկետը ու մնում են այստեղ, այսօրվա օրենսդրական փոփոխությունների դաշտի ֆոնին, ինչ ճակատագիր է նրանց սպասվում։ Դա ներկա ժամանակահատվածի ամենակարևոր, հա, այս ամբողջ հարցազրույցի էլ երևի թե ամենակարևոր պահերից էր հենց overstay-ը, որը որ իմիգրացիոն կառավարությունը ավելի խստապահանջ է վերաբերվում այն անձանց, ովքեր գտնվում են Միացյալ Նահանգներում, իրանց վիզայի ժամկետից ավել ժամանակահատվածով հետո փորձում են կարգավիճակի փոփոխություն կատարել։ Ներկա պարագայում, ներկա ժամանակահատվածներում էլ ավելի խստացված է եւ նրանց դեպորտացման հիմքերը շատ ավելի մեծանում են, այսինքն եթե դու տվյալ ժամանակահատված ինչով որ սահմանված է եղել դու կարող ես մնալ նահանգներում, սակայն ավել անգամ 1 օր ավել մնալու դեպքում overstay է համարվում, որը հետագայում արկարգավիճակ ձեռք բերելու համար ձեզ համար լուրջ խնդիրներ առաջացնելու, այդ թվում նաեւ ESTA վիզաները։ Ճիշտ է, ESTA-ն ինքնին վիզա չի, ինքը on-line ծրագիր է, որը որ որոշ երկրներ ձեռք են բերում Visa waiver ծրագրի հիման վրա, այն էլ 2 տարի ժամկետով է թույլատրվում, սակայն դուք երկրում մնալու իրավունք ունեք ընդամենը 90 օր։ Խիեմ նշում հենց ESTA-ն, որտեվ թարմ ուրբաթ օր ունեցել եմ տվյալ դեպք, որ անձին զանգահարել էր եւ ցանկանում է մնալ Միացյալ Նահանգներում, սակայն ESTA-ի ժամանակահատվածը լրացել է։ Դա բնականաբար դա արդեն շատ մեծ խախտում է եւ շատ բարդացնելու է իր հետագա գործընթացը։
So դրանից պարտադիր այդ overstay ժամանակահատվածը չպետքա լինի ձեր գործում, եթե դուք գտնվում եք Միացյալ Նահանգներում։ Եթե մի կարգավիճակից մյուս կարգավիճակի փոփոխություն եք ցանկանում կատարել, ցանկալի է կատարել հենց տվյալ ձեր ժամանակահատվածում, որ օրենքով թույլատրվում է մնալ Միացյալ Նահանգներում։ Օրինակ I-94-ում նստված ձեր ժամանակահատվածը։ Շատ լավ, իսկ ինչ չի կարելի անել ձեր ոլորտում, ինչ սեմինարի օրը, ինչ կգան եւ ձեզ իրենց հարցերով կդիմեն, գոնե իրենց գործերը ավելի չփչացնելու համար ինչ չանեն։ Միջև մասնագետի հետ չխոսեն, չդիմեն, եւ ես խորհուրդ եմ տալիս մի քանի մասնագետների հետ խոսել, որ մեկով չսահմանափակվել եւ երբ որ մի քանի մասնագետների հետ խոսում են, արդեն հաճախորդը ինքնըստինքյան կհասկանա այդ անձը իր գործը լավ է տիրապետում, թե ոչ, եւ մենք ունենք շատ լավ մասնագետներ իմ ոլորտում, իհարկե Տաթևիկի ոլորտում եւս, որ իրենք Facebook-ում չկան, Instagram-ում չկան, բայց ինձ էլ ավելի երկար տարիներ այս ոլորտում աշխատել են եւ շատ լավ մասնագետներ են։ Ես խորհուրդ կտամ առանց մասնագետի case ներս չտալ, որովհետեւ շատ եմ հանդիպում, որ անձինք ասում են ես հիվանդություններ ունեմ, գործանողի կարիք չունեմ։ Իհարկե, լինում են դեպքեր, որ գործանողի կարիք չունեք, բայց գոնե խորհրդակցեք եւ ճիշտ ձևով case-ը ներս տալը ցանկալի է, որովհետեւ հենց այդ շատ եմ հանդիպում, հենց այդ տեսակի գործերն են, որ այնպես են մերժվում, որ արդեն ուղղելը եւ ուշքի բերելը բավականին երկար տարիներ է տևում։ Եվ ամեն մի սխալը մեր դեպքում էլ ժամանակի հարց է։ Իսկ տարիքային շեմ կա, որից հետո պետք է մտածել կենսաթոշակի կամ ապագայի մասին, թե տարիքը կապ չունի ձեր դաշտում, չէ՞։ Ցավոք սրտի հիվանդությունը տարիք չի հարցնում։ Նույնիսկ ասացիք մեր նախնական զրույցում, որ երիտասարդներ, պատանիներ, այդպես դեպքեր են լինում, որոնց գործերով զբաղվում եք այսօր ցավալի դեպքեր։ Իհարկե ցավալի է, երբ 2005 թվականին ես սկսեցի այս գործի մեջ երբ որ մտա, շատ քիչ էի հանդիպում աուտիզմով երեխաների, շատ։ Հիմա ամեն ամիս գոնե մի 7 հատ 5-7 հատ հաճախորդ ունենում եմ աուտիզմով երեխաներ։ Հիվանդությունը տարիք չի հարցնում, ցանկացած տարիքում մենք, ինչպես ասացի, ապահովագրված չենք հիվանդությունից։ Եվ սովորաբար, երբ երեխաներին է վրա հասնում հիվանդությունը, ծնողները առաջին երևի թե մի քանի տարին այդպես չգիտեն ինչպես օգնել, չգիտեն ինչ ծրագրեր կան։ Փաստորեն նաև աուտիզմի դեպքերում նման խանգարումների դեպքերում նույնպես Այո, իհարկե, պետությունը ծրագրեր ունի, որոնցով օգնում է ծնողին։ Դե ինքը ծրագիրը հենց SSI-ն է կամ CAP-ին է, բացի դրանցից ծրագրեր կան, որ մանավանդ աուտիզմով կամ երեխաների հետ կապված, օրինակ Regional Center-ն է, որ տալիս է social worker-ներ, էքստրա գումարներ, ասենք երեխային լողանալ է հարկավոր, լողի գնալ է հարկավոր, հատուկ թերապիաներ են հարկավոր, դրանք Regional Center-ն է ապահովում, կա ծրագիր խնամակալությունը IHSS-ը, որը ծնողին ապահովում է գումարով, այսինքն աշխատավարձ է տալիս, որ ծնողը փոխանակ մտածի գնա ու ինչ-որ մտեղ աշխատի, որ երեխային պահի, այլ ոնց որ ինքը իր երեխային պահում է եւ պետությունը ապահովում է այդ գումարը։ Այսինքն ծրագրերը տարբեր են, մոտեցումները տարբեր են, սխալները շատ են։ Ցանկալի է, որ նորից ամեն մի ֆորմ չես կարող ուղղակի կարդալ եւ լրացնել։ Մեր պարագայում, մեր ոլորտում ամեն մի բառը իր ճակատագրական սխալ ունի։ Այսինքն այդ նախադասությունը, երբ որ դուք կարդում եք օրինակի համար, ինչ եք կարող անել օրվա մեջ։ Ձեր պարագայում դուք կարող ուրիշ ձև ներկայացնեք, իմ պարագայում ես ուրիշ ձև եմ ներկայացնում եւ դա կարող լինի ձեզ համար ճակատագրական։ Դրա համար մի քանի մասնագետների հետ խորհրդակցեք եւ վերջում կուզենամ ուղղակի ասել, որ մեր հիմնական նպատակը մեր սեմինարն էր, որ մենք փորձենք, տեսնենք ինչպիսի արդյունք կստանա, ինչպիսի արձագանք կստանա, կարծում եմ, որ պետքա պիտի որ լավ լինի եւ տեսնենք, փորձենք օգտակար լինել մեր համայնքին։ Խորհուրդ որպես այդպեսին կոնկրետ չունեմ խորհուրդ, ուղղակի որ եթե ինչ որ գործողություն լինի, կենսաթոշակներ, լինի էմիգրացիոն, լինի բաժանություն, ցանկացած հարցում, անգամ եթե դա բժշկի եք գնում, մի քանի հոգու հետ խորհրդակցեք, լավ մասնագետների հետ խորհրդակցեք։
Մեր ոլորտում էլ թե ամուսնալուծության թե իմիգրացիոն ոլորտում միանշանակ հայցադիմումների ճիշտ լրացումն է։ Ունեի դեպք, որ հաճախորդը իր բարեկամի միջոցով փորձել էր հայցադիմումները իմիգրացիոն ոլորտում ինքնուրույն լրացնել, որի արդյունքում ճիշտ է գործը ոնց որ հաստատումը գործի եկել էր, սակայն այլ ընթացք, երկրորդ ընթացքը գործի ծնողն էր պահանջում Հայաստանի Հանրապետությունից, որ բերեր, երկրորդ ընթացքը չէր գնում, որովհետև չէր կարողացել ճիշտ հայցադիմումի մեջ լրացնել, որտեղ է ուզում, որ գործընթացի երկրորդ շրջանը ոնց որ կատարվի Հայաստանի Հանրապետությունում, չէ ուզում Աջաստանի, Միացյալ Նահանգներում, հետագայում դիմեց մեզ, ոնց որ փորձեցինք կրկնակի համ իր համար, համ մեր համար աշխատանք կատարել, որ կարողանանք ծնողներին Միացյալ Նահանգներ բերել։ Այդ որ հայցադիմումները ճիշտ լրացնեն, թե իմիգրացիոն ոլորտում, թե ամուսնալուծության ոլորտում, ամենակարևորն է փաստաթղթերի ճիշտ մուտք անելը։ Շատ լավ, եկեք ամփոփենք ու եւս մեկ անգամ հիշեցնենք, որ կենսաթոշակային, ներգաղթային եւ ամուսնալուծության ոլորտում ցանկացած հարց ունենալու դեպքում, նույնիսկ չունենալու դեպքում, նույնիսկ որպեսզի հասկանան իրենք հարց ունեն թե ոչ, միգուցե ունեն եւ տեղյակ չեն, կան եւ մասնակցեն սեմինարի, անվճար սեմինարի, որը տեղի կունենա Grand Stage-ում, երբ առաջինը կլինի ապրիլի 11-ին եւ փորձելու ենք ամեն 2 ամսը մեկ հատուկ օր կնշանակվի, նույնիսկ եթե հարցեր չունեք, համեցեք սուրճի, սակայն հարցերը վստահ եմ հարցերը շատ են լինելու, մենք էլ կփորձենք ինչքան հնարավոր է օգտակար լինենք եւ եւս մեկ անգամ դա լինելու է անվճար։ Շատ լավ։ Ձեզ շնորհակալություն, շատ Լիլի ջան, սա ջերմ հարցազրույցի համար։ Ես ուրախ եմ նպաստել օգնել ձեր գործին, որովհետեւ իմ ոդքասթների նպատակն էլ է դա, օգնել մարդկանց, տեղեկատվությամբ, մասնագետներից փոխանցել լավ խորհուրդները մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Իհարկե մենք օգնության կարիք ունենալու ենք, ինձ թվում է օգնության կարիք նկատի ունեմ լավ մասնագետները, որ իրենք ուզենան գան եւ իրենց ինֆորմացիան կիսվեն այո, ես մինչ մի քանի հոգու հետ խոսել եմ, բոլորը շատ ուրախ են, ոգևորված են ու կարծում եմ կաշխատի։ Դե համայնքն էլ մեծացել է իսկապես հիմա շատ են մարդիկ եւ հենց այս ոլորտներին վերաբերող հարցերն են շատ եւ հաճախ չգիտեն ում դիմել, ինչից սկսել։ Ահա մեկնակետը, ձեր սեմինարը։ Ճիշտն ասած Լիլի ջան, ես շատ վաղուց իմ նպատակն է ընդհանրապես կարողանամ անվճար ծառայություն տալ մեր համայնքին, դեռ իհարկե չեմ կարող, բայց դա իմ նպատակն է։ Հուսով մի օր մոտակա ապագայում դա կլինի։ Այս պահին կսահմանափակվենք սեմինարներով միայն, հետագայում միգուցե ամբողջ գործերով։ Շատ լավ, շնորհակալ եմ, հաջողություն ձեր բռնած գործին։ Շնորհակալություն հրավերի համար։